Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հետ կապված եւ ցուցումները, հայտարարությունը, որ արվում են այդ թվում Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, այս մասով ինչ կասեք, արդյոք նման բան եղել է, որ ուզել է բանակցություններ լինեն, բայց Նիկոլ Փաշինյանը այս թեմայով բավականին շատ է խոսում։ Նախ ես կցանկանամ տարանջատել այս հարցին երկու մասով պատասխանենք։ Առաջի հերթին դուք պատկերացնում եք մարդ, որ գտնվում է այսօր գերության մեջ։ Ինչ պայմաններում է կամ ինչ է ստիպում։ Բավականին բարդ է եւ կարծում եմ մի քիչ ճիշտ չի լինի հիմա որ ցե մեկնաբանություն տա, այսինքն իրանք ինչ են ասում, ինչ ցուցմունք են տալիս։ Չեմ բացառում, որ ստիպում են, չեմ բացառում, որ ասենք գործընթացներ կա, որ մենք իրականում տեղեկություն չունենք։ Կարծում եմ դուք տեղյակ եք նման բան եղել է, որ կա, բայց այստեղից Հայաստանի իշխանությունները նորից հարց չհասկացա։ Որ ուղիղ կապ լինի Ադրբեջանի ղեկավարականներ, բայց այստեղից արգելվի խոչընդոտի Արայիկ Հարությունյանի հայտարարությունը։ Տեղյակ չեմ ես, չեմ կարող, ոչ թե իշխանությունների հետ ենք կապ պահում, ոչ չտեղյակ չեմ։ Ադրբեջանական կողմը ընդունել է, որ այդ լուծարման փաստաթուղթը ոչինչ է նման որևէ զրույց եղել է։ Այսինքն ադրբեջանական կողմը պետք է ընդուներ այդ փաստաթուղթը թե ոչ։ Ոչինչ է ադրբեջանական կողմը։ Դա ես չեմ ասում, դա ասում է, դա խոսում է իրավաբանություն։ Այսինքն եթե մենք վերցնում ենք իրավական տեսանկյունից, ցանկացած լուծարման գործընթաց նորից եմ շեշտում, ինքը ունի հատուկ ընթացակարգ։ Եվ երբ որ այդ ընթացակարգը տեղի չի ունենում, այդ փաստաթուղթը չի կարա իրավական հիմք հանդիսանա, որպես լուծարման։ Շահրամանյանի հայտարարություններն են հիմք հանդիսացել այդ ամենի համար։ Որ ինչ որ պարոն Շահրամանյանը ինչ է։ Արցախի հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Դե լավ, այդ դեպքում եթե դրանք իրավական հիմքեր չունեն, լավ, այդ ամեն ինչը նման բան չեմ լսել։ Դուք չեք լսել, որ նման հայտարարություններ տեղում։ Պարոն Շահրամանյանը։ Հնարավոր է որ ճնշման ներքո է պարոն Շահրամանյանը նման հայտարարություններ։ Ես մի բան կարամ ասեմ, նորից անդրադառնալով այն թեմային Արցախի հանրապետության նախագահներին, գերիներին, ամեն ինչ արվել է այն սկզբունքի շրջանակում, որպեսզի մարդիկ անվտանգ եւ ապահով դուրս գան։ Թե դա ինչ մանևր ա եղել, թե ոնց ա եղել, մնացածը խնդրում եմ։ Եկեք առանց բաներ, կարող էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները գերի չընկնել։ Նման հնարավորություն ունեին։ Անկեղծ ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, տեսեք տարբեր բաներ ա, դա իմ լիազորություններից կոնկրետ ես այդ թեմայից տեղյակ չեմ։ Միգուցե ինչ որ մեկի պահանջ ա եղել, կոնկրետ ասենք մեր հետ նման բան չի եղել։ Եղել է իրավիճակ, երբ փակել են անցակետը, երբ որ չեն տվել մարդկանց դուրս գալ, պահանջով մարդիկ պետք է հանձնվեն։ Օրինակ Դավիթ Բաբայանը ինքը հա, ասենք Դավիթ Բաբայանի դեպքը բոլորս տեղյակ ենք։ Մյուսների դեպքում ես տեղյակ չեմ, տեղեկություն չունեմ։